Այսօր հունվարի 13-ն է եւ ըստ հին ավանդույթների այսօր նշվում է հին տոմարով նոր տարին։ Ինչպես մեծահասակներն են ասում, հին նոր տարին։ Սա ավելի կարևոր է, քան դեկտեմբերի 31-ը։ Սակայն մեր բնակիչներից ոչ բոլորն են, որ գիտեն այս մասին կամ նշում են այս օրը, բայց այնուամենայնիվ այն նշվում է եւ մեծահասակներն ասում են տոնածառը կհավաքենք հին նոր տարուց հետո, այսինքն այսօր կնշվի նոր տարին, իսկ այսօրվանից հետո կսկսվի արդեն նաեւ քաղաքում հավաքվել տոնական արթուզարդը։ Մեզ ավետիք, ձեզ ավետիք, մեր տուն, ձեր տուն, ձեզ ավետիք, մեզ ավետիք, ձեզ ավետիք։ Ճիշտելու ժամանակ է ճիշտ, հենիգե սիգե մենք նշենք, ինձ պաստանի ամեն տարի նշել ենք։ Մինչև հիմի 14 տարի չանցնենք, 15-ին նոր մենք տոնածառ լուսը, ես գիտեմ ինձ արտարանք է, նոր կհավաքենք։ Առաջվա вообще առաջ ուրիշ էր։ Մեծ նոր զորաբիչ նսավ, կաթանգեներ, մեջը կապեկեկետաներ, ումոր գասներ այդ տարին այդ մարդուն տարիներ, տեղայր մեծ էր, ես մեկը իրավունք չունիր այդ օր բանասելու, ամենն է կար, բայց շատ հիանալի Պրազնիկ է, ինչի պիտի չնշենք։ Էստե ինչ ունենք որ մենք հայերս, մեն նոր տարին։ Մեգալն է ամեն ինչը ոչ աճենդագ մի սգարնենք ճանավիրի պես կուտենք։ Էդի աղջիկ ճանուրուշ լավ բան է, ինչի չնշենք, տարի է, ճիշտ է, մենք մեզնանք կմե տարին, բայց և ուրախություն է։ Երբ նայում ենք դեպի անցյալ, մտածում ենք, որ այն ժամանակներում նոր տարին նշվել է անշուք։ Բայց հարցազրույց ունենալով մեծահասակների հետ հասկանում ենք, որ այն եղել է ավելի հետաքրքիր, բովանդակալից եւ ունեցել մեծ խորհուրդ։ Ահա թե ինչ է պատմում 75-ամյա Սարուխան Ղարսլյանը իր հուշերից։ Առաջներում ես իշքան հիշում եմ, մի մամս ունիր Գրիգոր Նարեկացին սուրբ ունին տունը դրած, շաբաթ-կիրակի օրեր գալիս մադաղ էին անում, մոմեր էին վառում, ինքն էլ աղոթք էր անում։ Հիմա ասեմ, ինքը անգարագետ կյանիկ մարդ էր, բայց իր ամուսինը շատ կարագետ մարդ է, պապս։ Իրանից բերանացի սովորել էր էլի, այդ նարեկը առնում էր միթան, բայց թերթում էր վեցադեր գնում, թե ես ձեր է առնում տան։ Ինք ինձ դետոլվար տարում չարծակացուս դու ինձ մի բանին է խանգար է, բայց հավատ կար ինչ-որ։ Հետո ինքը ասում էր ախլոջ, անունը ախլոջ էր դալել։ Երթիկից կախում է քարտոլին անցար 7 փեդուր։ Ամեն շաբաթ մինչև բանը գալը մի փեդուր քացում էր, ասում էր, ահա, մնաց մի փեդուր, ու այդ ավանդույթները ես լավ հիշում եմ, որ ինքը թոներին աղագին էլ հասագուն էր, բայց հաց կյանքի մեջ էր, ինքը թախում էր հացը, թոնիրով։ 4 կողմը երեխեք շատ էինք թորներովան և մեր հարևանության երեխեկն էլ մամից մոտ շատ հավաքվենք, հետաքրքիր էր։ Շատ, ուրեմն բոլորից թոներին կողքին գնացեցներ, դաներ խոնչան, հացը թախելուց հետո անպայման կաջուջով քարտոլը գխաշեր, գամեցե թուրշին գդաներ, իսկ բոլոր մեկին բաժանելով բանով, իսկ նոր տարվա օրին, ուրեմն ինքը կեներ 12 ադեր, ոնց որ առաքյալները փոքր Վասիլյոկ էր ասում ինքը, ոնց որ գաթայի փոքր տեսակ, բայց մի հատ էլ մեծ գաթա էր թախում, մեջը խացում էր կոպեկ։ Ունես տեսնում էր 4 կողմը, այդ գաթայի 4 կողմը ինչքան որ թորնիկներ բաներ կային, հաշվում էր այդ կամ մասի, այդ գաթան, մենց գաթան ինքը սիրում, կադարթում, որ մասի մեջ որ, ասենք քեզի անգավ այդ կոպեկը, ասում էր տարին քու գտես տարի, առողջության տարի է քեզի լավ տարի կլինի, բան ոգևորում էր, էլի, բայց ամենակարևորը հիշում էր առանց աղոթքի, մեզ էլ չէ թող, առանց աղոթքի ձերը դիրանք չունեիր, ինչ-որ հացին տաներ, աղոթքը կաներ, նոր պերձնելուց էլի աղոթքը կաներ, մենակ մի բան եմ հիշում ասվել, մի հատ էլ տաս, մի հատ էլ խնդասնես, մի հատ էլ ուրախացնես Աստված ջան, մեզի, այդ ավանդույթները, ես հիշում եմ, որ շատ լավ էր, գիտեք ինչ, հետո այդ մի շաբաթ շուտ մեջի են ասում իրանք, մեջի, փոֆում էր, երիշտա էր բանանում,
Հավաքվում են կանայք, հարցներ են, այդ երիշտան էին բանանում, հետո մյուս տունն էին գնում, էլի նույն բանը, ով որ ասենք հեքիաթ գիտեր, ով որ երգել գիտեր, բան ինչ-որ մեջի էլի բան, այդպես ինքը, լսում էին շատ հետաքրքիր էր, մենք էլ ականջները սրած լսում էինք, կային, որ լավ երգում էին, մոմենտի տակ ես հիշում եմ մի էպիզոդ, որ մեր կողմի մենք ասում ենք պիձաշոն էլի, պիձաշոն շատ հյումորով, շատ բանով մարդեր էլի, ասում եք բալաջան, որ մամիտ կշատ սիրես կսեի, այսի մամից կս, ախր ես այդ մամիտ շատ կսիրեմ, կսեր։ Կարմիր շորով, թո բարով կյա թազատարին, թո իմ ժողովուրդ խաղաղություն ունենա, թո թազատարին բարով կյա։ Շատ ընտանիքներում արդեն չեն էլ հիշում հին նոր տարին, բայց եւ այնպես բոլորս մեկս մյուսից մաղթում ենք առողջություն, հաջողություն ու բարեկեցություն։ Մեր ջերմ շնորհավորանքներին այսօր միացավ նաև Սենսեյ Սամվելը եւ մաղթեց բարին ողջ աշխարհին։ Ցանկանում եմ, որ աշխարհին լինի խաղաղություն։ Թող ոչ մի ծնող չկորցնի իր զավակին։ Հետո խաղաղություն եմ ցանկանում մեր երկու հանրապետություններին։ Մենք Վրաստանի հայերս ունենք երկու հայրենիք։ Դա իմ Հայաստանն է, դա իմ Վրաստանն է։ Թող երկու երկրներում լինի խաղաղություն տարի, բարգավաճման տարի, կապերի ամրապնդման տարի։ Թող երկու երկրներում մեր բարեկամությունը ավելի շատանա, որ կարողանանք ավելի լավ ապրենք։ Ու մեր հազարամյակներ եկած բարեկամություն եկել հասել է մեզ, ու թող մեզանով էլ շարունակվի եւս հազարամյակներ։ Ու այդ բարեկամության կապող կամուրջը լինենք մենք Վրաստանից հայերը։ Էլի եմ կրկնում, խաղաղություն եմ ցանկանում ամբողջ աշխարհին, որ մենք կարողանանք ստեղծենք եւ արարենք։ Օս Քաղցր են անցյալի հուշերը, անմոռանալի յուրաքանչյուր ակնթարթը, բայց արի ու տես, որ այս ամենից պահպանվել են շատ քիչ բաներ, որոնք տարեց տարի ամբողջովին կվերանան։ Ամանորյա հրաշքը այսօր ավելի տոնական է, տպավորիչ, փոքրիկների նվերները բազմազան, սակայն հնի հուշերը թանկ են, քանի որ նրանք են հիմք հանդիսանում գունեղ նորացված ներկայի։ Մեր տուն, ձեր տուն, ձեզ ավետիք, մեզ ավետիք